տեղեկացվեցինք, որ որոշել է 1 ամսով երկարացնել բանտային կալանքը, որովի այլ մեկնաբանություն չունեմ, մեր գնահատականների ուժի մեջ են, դատական ակտը կստանանք և բնականաբար կբողոքարկենք։ Դուք այլ ակնկալիքներ ունեիք։ Դե ես ինչպես երեկ էի նշում, ցանկացած անգամ դատարան մտնելիս որոշակի հույսեր ունենք։ Չթաքցնեմ, հաշվի առնելով այն, որ գործը համարում ենք հիմնազուրկ, բացարձակ հիմնազուրկ, հույս ունենք, որ այստեղ մենք կստանայինք իսկապես դատական երաշխիքներ, բայց ոնց որ թե մեր հույսը իրականություն չդարձավ։ Ամեն դեպքում կբողոքարկենք և 1 ամսյա կալանքը վերաքննիչ դատարանում դժվար է, հաճախ չի լինում, որ հասցնում է վերաքննիչ դատարանը դատական ակտ ունենալ, միայն այն դեպքում, երբ շատ արագ է լինում բողոքարկում, ինչպես նախորդ դեպքում, այնպես էլ այս դեպքում հնարավորինս արագ բողոքարկում իրականացնել։ Պարոն Մանուկյան, 1 ամիս սա օրինակ ձեր գնահատմամբ ինչ է, սովորաբար 2 ամիս են տալի, հիմա 2 ամիս արդեն 1 ամիս եղել է։ 1 ամիս տվել են։ Դե դա նշանակում է, որ քննչական մարմինը պետք է շատ ավելի արագ գործի և պատշաճ ջանասիրություն դրսևորի։ Նախորդ անգամ էլ մենք դրսևորած, այսինքն ոչ թե դրսևորած ջանասիրություն, կատարված գործողությունների քանակը, այո, փոքր չէր, բայց այդ կատարված քննչական գործողությունները, այլ վարորդային գործողությունները շատ փոքր մասով են վերաբերում Արմեն Աշոտյանին։ Ոնց է դատարանն է կարծում, որ բավարար չի ինչ-որ ներկայացրել դրա համար 1 ամիս։ Ամեն դեպքում տեսնենք, չէ, դա նշանակում է բավարարել մասնակի։ Ամեն դեպքում կտեսնենք, որոշումը չենք ստացել, դատարանի հիմնավորումներին ծանոթ չենք։ Այսպիսի մի հարց էլ տամ, երեք դատարանը սովորաբար կարող էր միանգամից հրապարակեն, բայց թողեց առավոտյան վրա, սա ինչ է նշանակում, գուցե ինչ-որ մեկին զանգելու կարիք կա։ Ես իմ կողմից ամեն դեպքում ես ցավոք սրտի իմ պրակտիկան երկարամյա ցույց է տալիս, որ երբ որ հրապարակումները թողնվում են առավոտյան, սովորաբար դրական ելք չեն ունենում։ Պարոն Մանուկյան, դուք էլ էիք, երբ Արմեն Աշոտյանը կալանավորվել էր հունիսի 6-ին, նշել էիք, որ ըստ էության 2011 թվականին է անդրադարձ եղել այս գործին, որի շրջանակում նա կալանավորվել։ Ինչու 7 տարի հետո հանկարծ որոշեցին նորից, այսպես ասած, վերաբացել այս գործը, հատկապես Արմեն Աշոտյանի ուղիղ եթերում, երբ հակափաստարկներ էր բերում Նիկոլ Փաշինյանի հետ մեծ բանավեճ։ Բացառապես քաղաքական պատճառով։ Ես այլ պատճառ այստեղ ուղղակի չեմ տեսնում, այլ պատճառ ուղղակի փնտրելը համարում եմ անիմաստ։ Այլ պատճառ չկա։ Ինչպես առաջին գործի դեպքում, այնպես էլ այս դեպքում պատճառը բացառապես քաղաքական է։